Տիգրան Մեծի անունը կրող քաղաքներից մեկը, Արցախի Տիգրանակերտը, հիմնադրվել է մ.թ.ա. առաջին դարում։ Քաղաքի գոյության վերաբերյալ աղբյուրագիտական վկայություններ հանդիպում են 7-րդ դարի հայ պատմիչներ Սեբեոսի և Մովսես քաղաքատվածու աշխատություններում։ Սեբեոսը հիշատակում է երկու Տիգրանակերտեր, որոնցից մեկը գտնվում էր հյուսիսում, իսկ մյուսը Տիգրանակերտ Ավանը հարավային հատվածում։ Ամենայն հավանականությամբ հեղինակն այս տարբերակմամբ նպատակ ունի առանձնացնելու Տիգրանակերտ Ավանը մյուս Տիգրանակերտ քաղաքից։ Ավան տերմինը Սեբեոսի մոտ սովորաբար կիրառվում էր ամրացված բնակավայրի նշանակությամբ։ Այն կարող է լինել թե պարսպապատ փոքր քաղաք կամ բնակատեղի, թե ամրոցին կից կամ նրա շրջակայքում ձևավորված բնակավայր։ Մովսես քաղաքատվածին իր պատմության մեջ հիշատակում է Տգրակերտ անունով բնակավայր, որը ըստ հետազոտողների ակնհայտորեն նույնացվում է Տիգրանակերտի կարճացված ձևի հետ։ Քաղաքը որպես բնակավայր շարունակել է գոյություն ունենալ մինչև ուշ միջնադար, գտնվելով Խաչենի իշխանության տարածքում։ Ավելի ուշ շրջանում Տիգրանակերտի մասին գրել են Ղևոնդ Ալիշանը, Մակար Բարխուդարյանցը, Սարգիս arczepiskopos Ջալալյանցը։ Վերջինս իր ճանապարհորդություն ի մեծն Հայաստան աշխատության մեջ գրում է. Չալաղան Բերդը տեսնելուց հետո ցանկացա գնալ Թառնագյուրտ, նրա հնությունները տեսնելու համար։ Սա մեծ քաղաքի ավերակ է, Ուտիկ գավառի վերին հարավային սահմանին, ուր սպառվում են Արցախի Բարդակուտակ լեռները։ Հենց այս ստորոտներին էլ գտնվում են քաղաքի ավերակները։ Այն լեռանգլուխը լայնատարած միակտոր և շատ ամուր քար է։ Դեռևս երևում են տնատեղերի, շուկաների, բաղնիքների և այլ շինությունների ավերակները։ Լեռան ստորոտից բխում է հորդաբուխ աղբյուր, որը կարող է ջրաղաց աշխատացնել, և անցնելով քաղաքի միջով թափվում է Գարգար գետը։ Լեռան գագաթին կա Մենաստանի ավերակ, որի մասին ավանդում են, թե այն եղել է այս գավառի առաջնորդարանը։ Ինձ թվում է, որ այս քաղաքը մարած Աժդահակ արքային սպանելուց հետո կառուցել է Տիգրան առաջինը և այնտեղ բնակեցրել է իր քույր Տիգրանուհուն։ Զանազան պատմագիրների հիշատակություններից և ըստ տեղի հարմարության խիստ հավանական է թվում, որ սա կարելի է համարել Տիգրան առաջինի կառուցած առաջին Տիգրանակերտը։ Ասողիկ պատմիչն ասում է, գալիս հասնում է Փայտակարան աշխարհ, բանակում Կասպից Տիգրանակերտ Ավանի մոտ։ Նաև Եվսեբիոս եպիսկոպոսն է գրում, հրաման տվեց իր զորավարին, որ առաջ անցնի, և նա շտապ հասնում է Այրարատ, անցնում Գարդման Տիգրանակերտ Ավանի դեմ։ Նաև Խորենացին է գրում, թե երբ շապուհը հասնում է Տիգրանակերտ, Սյունյաց Անտիոք իշխանը, որ Աշակի աներն էր, քաղաքի դուռը փակում է նրա դեմ և շապուհը սպառնում է կրկին ավերել այն։ Այս մեջբերումներից հայտնապես երևում է, թե այս քաղաքը գտնվել է վերոնշյալ երեքի Փայտակարանի, Գարդմանի և Սյունիքի միջև։ Նույն անունն անփոփոխ մնացել է և այժմ բնակիչները փոքր-ինչ աղավաղելով Տիգրանակերտ կոչելու փոխարեն անվանում են Թնգռնակերտ կամ ըստ պարսիկների Թառնագյուրտ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005 թվականին հնագիտական ուսումնասիրություններ է սկսել հայոց արքա Տիգրան Մեծի կողմից Արցախում հիմնված Տիգրանակերտ քաղաքում, որը տևել է 15 տարի։ 2005-2020 թվականներին արշավախումբը ամենամյա հնագիտական պեղումներ է իրականացրել տարածքում, որի աշխատանքները ղեկավարել է պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը։ Երկարամյա աշխատանքների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպները, անտիկ թաղամասը, բազիլիկ եկեղեցին։ Անտիկ թաղամասում պեղումների իրականացման ընտրությունը մեծապես պայմանավորված էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ հետագայում նաև ռազմաուսումնական զորավարժությունների համար փորված խրամատների ու պաշտպանական դիրքերի առկայությամբ, որի ընթացքում բացվել են շինությունների, թոնիրների, հորերի հետքեր։ Պեղումներն այս տարածքում իրականացրել է հնագետ Ինեսա Կարապետյանը։
Պեղումների ընձեռած նյութերը լույս են սփռել բնակավայրի բնակիչների տնտեսական գործունեության եւ կենցաղի վրա։ Օրինակ, քաղաքում զարգացող արհեստների ապացույցներ են սենյակներում ջուլհակագործի ծանրոցների կույտերի եւ մանածագործությանը ծառայող թեշիկի գլխիկների հայտնաբերումները։ Իսկ ահա խեցեգործության արտադրանքն իր տնտեսական, խոհանոցային, սպասքեղեն տեսականու բազմազանությամբ, գունազարդ տեսականու շքեղությամբ եւ սևափայլ ընտրանու ձևերի առատությամբ, նաեւ տարբեր երկրներից կենցաղի եւ պաշտամունքի ներմուծված առարկաները վկայում են, որ այստեղ բնակվել են քաղաքային կենցաղ վարող բնակիչներ, ովքեր զբաղվել են երկրագործական, անասնապահական մթերքների մշակմամբ եւ արհեստագործությամբ, ունեցել են աշխույժ առևտրական եւ մշակութային հարաբերություններ թե հայկական, թե հարևան հելլենիստական քաղաքային կենտրոնների հետ։ Տիգրանակերտի ամրացված թաղամասը տեղադրված է արքայական աղբյուրներից անմիջապես վերև։ Այն ձգվում է Վանքասար լեռան հարավ-արևմտյան լանջն ի վեր 500 մետր, զբաղեցնելով մոտ 6 հեկտար տարածք։ Պեղումների արդյունքում բացվել են ամրացված թաղամասի հարավային պարսպի 450 մետր ձգվող ժայռափոր հիմքերը, առաջին շարքի որոշ կվադրերով հանդերձ։ Հյուսիսային պարսպապատն առկա չափերով իր ժամանակի ամենամեծ պեղված պատերից մեկն է Հարավային Կովկասում։ Այն Երևան է բերում հելլենիստական հատակագծման եւ շինարարական տեխնիկայի բոլոր նրբությունները։ Պատը շարված է ժայռի մեջ փորված ժապավենատեսկ հիմքերի վրա, ունի մոտ 2.6 մետր հաստություն։ Պահպանված ամենամեծ բացարձակ բարձրությունը կազմում է 5 շարք 4.8 մետր։ Պատն իրականացված է 4 շարվածքով, կրաշաղախը միայն բացվածքները լցնելու դեր է խաղում։ Կվադրերն ունեն շփման մակերեսների իդեալական տաշվածք։ Խոշոր կվադրերը ուղղակի դրված են իրար վրա, մանր կվադրերը լրացուցիչ իրար են միացվել ծիծեռնակապոչ կապերով։ Պարսպի վերնամասերը հավանաբար շարվել են հում աղյուսով։ Պարիսպներն ամրացված են եղել կիսաշրջան, լիաշրջան եւ քառանկյուն աշտարակներով։ Պարսպապատերը ամրացված թաղամասի համար հատակագծային առանցքի դեր են խաղացել, քանի որ նրանցից են ճյուղավորվել դարավանդների հենապատերը։ Շինությունները տեղադրված են եղել մի քանի դարավանդների վրա, զարմացնում է երևույթի մեծաչափությունը, հորինվածքի ճկունությունն ու քարի մշակման ու շարվածքի տեխնիկական բազմազանությունն ու կատարելությունը։ Տիգրանակերտի միջնաբերդն իր 1 քառանկյուն եւ 2 կլոր աշտարակներով զբաղեցնում է ամրացված թաղամասի ամենավերին եռանկյունատեսկ հատվածը։ Հնագիտական գտածոների մեջ աչքի է ընկնում կնիկ գեմմայի եւ վաղ միջնադարյան կավե կնքադրոշմների գունազարդ քեղեցեղենի գյուտերը։ Դրանք ցույցում են, որ Տիգրանակերտն ունեցել է կարևոր առևտրավարչական դերակատարում ընդգծված քաղաքային կենցաղ։ Վաղ միջնադարում փորձեր են արվել պահել միջնաբերդի ռազմունակությունը, իսկ 11-12-րդ դարերից սկսած այն կորցրել է իր պաշտպանական նշանակությունը։ Միջնաբերդի գագաթային մասում իրականացված պեղումները ցույց են տալիս, որ 12-13-րդ դարերում այս հատվածը վերերացվել խիտ բնակեցված թաղամասի։ Տիգրանակերտի կարևոր պեղավայրերից մեկն էլ վաղ քրիստոնեական հրապարակն է, որը կազմված է երկու եկեղեցիներից, վաղ քրիստոնեական դամբարանից, տապանապակից։ Այստեղ հանդիպում ենք նաև խաչակիր մոնումենտալ կոթողի մնացորդների։ Իր հորինվածքով մեծ եկեղեցին պատկանում է 4-ից 6-րդ դարերում Հայաստանում տարածված միանավ բազիլիկաների տիպին։ Այն իր չափերով, ճարտարապետական հարդարանքով Արևելյան Կովկասի ամենավաղ, ամենաընդարձակ եւ գեղազարդ միանավ սրահն է, այն ամբողջությամբ սալապատված է։ Սրբատաշ խոշոր բլոկներով ու կրաշաղախով իրականացված երաժշտության գետնախարսխի վրա դրված եկեղեցին ունեցել է արևմտյան 1, հարավային ու հյուսիսային զույգ շքամուտքեր, ատամնազարդ քիվ, փայտածածկ ու կղմինդրապատ տանիք։ Շքամուտքերն ունեցել են պատկից զույգ սյուներ, որոնք ավարտվել են մանրամասն հարդարված խոյակներով։ Խոյակների վրա պատկերված են խաչ, խաղողի ճյուղեր, տերևներ, ողկույզներ։ Եկեղեցին 9-10-րդ դարերի սահմաններում ավերվել եւ հրդեհվել է։ Նրա ավերակների վրա բնակելի համալիրներ են կառուցվել։
Միայն մոտ 1 դար անց հարավային ավանդատանը կից հատվածը նորից պաշտամունքային գործառույթ է ձեռք բերել։ Այստեղ խաչքար է կանգնեցվել, դեպի հյուսիս եւ արևմուտք թաղումներ են իրականացվել։ Հարավային եկեղեցուց հյուսիս գտնվում է երկրորդ կամ հյուսիսային եկեղեցին։ Եկեղեցու աբսիդին ներկառուցված է վաղ քրիստոնեական դամբարանը։ Այն իրականացված է խոշոր սրբատաշ քարերով, ունի արևմուտք-արևելք կողմնորոշում, գլանաձև թաղ, միակ արևելյան մուտք։ Տիգրանակերտի բնապատմական մասն են կազմում արքայական աղբյուրները։ Հենց այս աղբյուրների ջրառատության շնորհիվ է, որ այստեղ կառուցվել ու զարգացել է Սպիտակ քաղաքը։ Այս փոքրիկ դրախտը եղել է արքայական հավաքների, հայրենի մելիքական եւ զանազան ասպատակ զորքերի հանգստի վայր։ Այստեղ է գտնվում մի գեղեցիկ շինություն, որը բաղկացած է ուղղանկյուն թաղակապ սենյակից եւ եռակամար բաց սրահից, որի հարավային պատի մեջ ներկառուցված է բուխարի։ Այս կառույցի մասին ֆրանսիական ծագմամբ շվեյցարացի հնագետ, ճանապարհորդ, ազգագրագետ եւ բնագետ Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպերեն 1831-34 թվականներին այցելելով Տիգրանակերտ գրել է. Ամրոցից որոշ հեռավորության վրա բխում է հիանալի եւ առատ աղբյուր։ Նադիր շահը այն շրջապատել է պարիսպներով, շրջապատել այն այգով եւ կառուցել նրբագեղ ճարտարապետությամբ գեղեցիկ տաղավար 3 կիսաշրջանաձև կամարներով սյունասրահով։ Աղբյուրը բխում է մեկուսացված եռանկյունաձև լեռան ստորոտից, որը ամենաակնառուն է դաշտում։ Ֆրանսիացի ճանապարհորդ, լուսանկարիչ, բուսաբան եւ գրող Մադամ Բելոնի Շանտրեն իր ռուսական Հայաստանի միջով ճամփորդական գրքում նույնպես անդրադարձել է այս վայրին։ Երբ ոտք ենք դնում Շաբուլաղ, այստեղ բոլորս միասին մտնում ենք Խղճուկ կայարանի սրահը։ Այս կանգառն իր անունը ստացել է մի հիասքանչ եւ առատ աղբյուրից, որը սկիզբ է առնում անտառածածկ ձորակում, մի գեղեցիկ ավերակ էլեգանտ ճարտարապետությամբ կառույցի կողքին։ Դրա դիմաց կանգնած է 3 կամարներից բաղկացած շքամուտք։ Կառույցի մոտ փշոտ թփերի տակ ծածկված ուխտի կտորներ են։ Գտնվում է մի հին դամբարան, հավանաբար սրբի։ Շաբուլաղը եղել է Ղարաբաղի նահանգապետ Փանախ խանի ամառանոցը։ Բայց ինչի համար էր ծառայում այդ կառույցը, մզկիթ էր թե բնակատեղի։ Ներսը թաղածածկ է եւ առանց լույսի, կիսով չափ թաքնված խիտ բուսականության մեջ։ Այս ավերակը հրաշալի տեսք ունի։ Հետագա տարիներին այս շինությունը փորձ է արվել վերածել մզկիթի։ Տիգրանակերտում է գտնվում նաև մի ամրոց, որի ներկայիս կառույցը կառուցվել է 18-րդ դարում։ Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպերեն, խոսելով այս ամրոցի մասին, նշել է. Կարկառի հովտի ելքի մոտ մենք ուղևորվեցինք դեպի Շաբուլաղ, որտեղ կա ամրացված ամրոց կազակական դիրքով։ Այն վերականգնվել է իր ներկայիս վիճակին Նադիր շահի կողմից մինչև 18-րդ դարի կեսերը։ Դատելով Շաբուլաղի շրջակայքում հայտնաբերված ավերակներից, կարող ենք ենթադրել, որ այս վայրն անցյալում ունեցել է որոշակի նշանակություն եւ մեծ դեր է խաղացել Հայաստանի պատմության մեջ։ Ամրոցի շինարարությունը Նադիր շահին է վերագրում նաև Մադամ Բելոնի Շանտրեն։ Կարծիք կա, որ ամրոցը կառուցվել է Հուլավու խանի օրոք, որը հետագայում վերանորոգումներ է ենթարկվել Նադիր շահի, Փանահի ու ռուսների կողմից։ 2010 թվականին ամրոցում ստեղծվել է Տիգրանակերտի հնագիտական թանգարանը եւ գործում էր Տիգրանակերտ պետական պատմամշակութային արգելոցի տարածքում։ Թանգարանը բաղկացած էր 3 դահլիճներից, 2-ում ցուցադրված էին Տիգրանակերտում իրականացված պեղումների արդյունքում ի հայտ եկած գտածոնները, 3-րդ դահլիճում ցուցադրված էր Հայկաջրի դամբարանադաշտի եւ Նոր Կարմիրավանում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոնները։ Հիմնականում դրանք նրբագեղ կավե անոթներ են, քարից ու ապակուց պատրաստված առարկաներ։ Թանգարանում ցուցադրված նշանակալից գյուտերից մեկը կավե փոքրիկ սկավառակն է, որի մի երեսին փորագրված է շրջանի մեջ ներառված հավասարաթև խաչ, իսկ մյուս երեսին մորթենու գլխարկ կրող բեղ մորուքով տղամարդու դիմապատկեր եւ
խիստ ուշագրավ հայերեն արձանագրություն Վաչեի անունով։ Տիգրանակերտի այս գտածոն փաստորեն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է եւ լավագույն փաստարկն է Խաչինագետի ներքնահովտի վաղ քրիստոնեական հայկական դիմագծի, որը պատմական մի շարք այլ սկզբնաղբյուրների տվյալներով ուրվագծվում էր մինչև այս գյուտը։ Տիգրանակերտ պետական պատմամշակութային արգելոցը Արցախի հանրապետության թիվ 1 զբոսաշրջավայրն էր, իր գեղեցիկ բնական լանդշաֆտով, արքայական աղբյուրներով, բեղավայրերով ու հնագիտական թանգարանով։ Մի խոսքով, մի պատմական միջավայր, որտեղ այցելուների առջև վեր էր խոյանում մեր, ասել է թե, հայկական ինքնությունը։ Այսօր Տիգրանակերտը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, այսօր աղավաղվում է, աղճատվում է Տիգրանակերտի մշակութային տեսքը, այն ներկայացվում է որպես Փանախ խանի նստավայր, իսկ հոգևոր շինությունները որպես աղվանական։ Պատմական Տիգրանակերտի տարածքը մեկ անգամ չէ, որ բռնազավթվել է, մեկ անգամ չէ, որ ավերվել է, բայց ունեցել է նաև վերածննդի շրջան։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։